Ատում եմ հարբեցողներին։ Այդ իսկ պատճառով եկեք հասկանանք ինչ գինի ընտրել, ինչպիսի գինի ընտրել եւ ինչպես այն խմել, որ չհարբեր։ Հետևեք ինձ։ Այսօր եկեք բացենք, թե ինչ է նշանակում պիտակի վրա գրված brut, extra dry կամ sec։ Դրանք ցույց են տալիս փրփրուն գինու մեջ բնական խմորման արդյունքում ստացված քաղցրի պարունակությունը։ Prosecco-ի համար կա 3 ոճ։ Առաջինը brut, մինչև 12 գրամ քաղցրություն, որը դրսևորվում է ավելի չոր եւ ավելի թթու համով։ Երկրորդը extra dry, 12-ից 17 գրամ լիտրի համար քաղցրություն։ Հիմնական Prosecco-ները արվում են extra dry ոճի մեջ։ Մի փոքր քաղցրահամ են եւ ավելի իմպելի։ Երրորդ տարբերակը դա sec, իր մեջ պարունակում է 17-ից 35 գրամ քաղցրություն լիտրի համար։ Սա ավելի քաղցր ոճ է։ Շամպայնի համար տարբերում ենք 7 ոճ։ Առաջին ոճը դա brut nature կամ zero dosage, որը պարունակում է 0-ից 3 գրամ քաղցրություն 1 լիտրի համար։ Ներկայացնում է ավելի թթվահամ եւ ավելի չոր տարբերակ։ Երկրորդը դա extra brut-ն է, 0-ից 6 գրամ 1 լիտրի համար։ Այս տարբերակը մի փոքր ավելի քաղցր է, քան նախորդը։ Երրորդ ամենահայտնի ոճը դա brut ոճն է, որը պարունակում է մինչև 12 գրամ քաղցրություն 1 լիտրի։ Չորրորդ ոճը կոչվում է extra dry։ Այս ոճը պարունակում է 12-ից 17 գրամ քաղցրություն 1 լիտրի համար։ Հինգերորդ ոճը կոչվում է dry կամ sec։ Այստեղ քաղցրության պարունակությունը 17-ից 32 գրամ է 1 լիտրի համար։ Վեցերորդ ոճը կոչվում է demi-sec։ Այս ոճը իր մեջ պարունակում է 32-ից մինչև 50 գրամ քաղցրություն 1 լիտրի համար։ Եվ ամենաքաղցր տարբերակը 7-րդը կոչվում է doux, որը պարունակում է 50-ից ավել քաղցրություն 1 լիտրի համար։ Այս ոճը դժվար է գտնել խանութներում, այն այդքան տարածված չէ։ Նկարիր էկրանը, պահպանիր ուղեցույցները, որ չկորցնես։ Իսկ մեկնաբանություններում գրեք, որ ոճն եք դուք փորձել եւ որն է ձեզ ավելի դուր եկել։